Հաճախ մեկ փոքր դեպքի մասին լուրն այնքան է տարածվում համացանցում, որ թվում է, թե այն հսկայական ազդեցություն է թողնում մեր կյանքի վրա։ Իրավիճակը հատկապես զգայուն է դառնում ընտրություններին եւ անվտանգությանը վերաբերող դեպքերում, որտեղ մարդկանց կասկածներն ու հույզերը շատ արագ կարող են վերածվել համոզմունքի։ Երբ մի քանի օր շարունակ տարբեր լրատվամիջոցներ, սոցցանցերի էջեր ու օգտահաշիվներ անդադար խոսում են նույն միջադեպի կամ ընտրատեղամասում տեղի ունեցած խախտման մասին, հասարակության մոտ կարող է ստեղծվել տպավորություն, թե նման դեպքերը կրում են զանգվածային բնույթ կամ դրանց թիվն անընդհատ աճում է։ Սակայն հաճախ աճում է ոչ թե դեպքերի քանակը, այլ դրանց շուրջ տեղեկատվական աղմուկը։ Ամենահաճախ ու ամենասուր քննարկվող թեմաներից մեկը, օրինակ, սպանությունների վիճակագրությունն է Հայաստանում։ Մեկ սպանության մասին տարբեր լրատվականներ պատրաստում են տարբեր ռեպորտաժներ, գրում են տարբեր հոդվածներ, գնում են հուղարկավորության արարողություններին, հարցազրույցներ են վերցնում հարազատներից։ Մեկ սպանությունը լուսաբանվում է 1 կամ 2 շաբաթ ու ստեղծվում է տպավորություն, թե Հայաստանում անընդհատ սպանություն է տեղի ունենում։ Իրական թվերը ցույց են տալիս, որ վերջին 25 տարում սպանությունների պատկերը միշտ կայուն է եղել, եւ ցուցանիշը ընդհանուր առմամբ պահպանվել է նույն մակարդակի վրա։ Նույն պատկերը տեսնում ենք նաև թմրանյութերի թեմայի առնչությամբ։ Քանի դեռ մամուլը լցվում է այս կամ այն դպրոցում թմրանյութերի մասին ահազանգերով, դրանցից եւ ոչ մեկը չի հաստատվում ոստիկանության ստուգումների արդյունքում։ Համանման իրավիճակներ լինում են նաև ընտրախախտումների շուրջ, երբ մի կամ մի քանի դեպք այնքան են տիրաժավորում, որ մարդկանց թվում է, թե հանրապետության շուրջ 2000 տեղամասերում այդ նույն վիճակն է։ Սա է իրականի եւ թվացյալի տարբերությունը։ Անհրաժեշտ է տարբերակել մեր հուզական պատկերացումներն ու իրականությունը։